Ես չեմ ուզում, որ քո վիճակը բարդանամ։ Ու ավելի լավ կլինի, եթե դիմում գրես։ Ինչ? Ազատման դիմում։ Ես չեմ պատրաստվում դիմում գրել Տիկին Շեկոյան։ Իսկ ես կարծում եմ, որ խելացի աղջիկ ես եւ գեղեցիկ կշարադրես պատճառները քո ազատման։ Լավ, եթե դու չես ուզում ինքդ դիմում գրես, ես քեզ հրամանով կազատեմ աշխատանքից։ Դարեր մենք կտեսնենք։ Սոֆա, խնդրում եմ հրամանների գիրքը բեր։ Ուսուցչուհի Կարապետյան ազատված է աշխատանքից։ Դու արդեն ազատված ես աշխատանքից եւ արագ ազատիր իմ աշխատասենյակը։ Լևոնեն ինչ-որ քոնն է, կվերադառնա քեզ։ Չէ, չեմ թողնի միլ։ Ես թույլ չեմ տա, որ քեզ տանեն։ Ինչ լավ ազանգեցիր, քեզ շատ էի կարոտել։ Միլ խոսա ինչ ես լռում։ Միլեն։ Ստացար SMS-ս։ Ստացա։ Ուղիղ ժամը 2-ին կլինես այստեղ, որ մերոն քնած լինեն արդեն։ Ուղղակի չեմ պատկերացնում, թե ոնց ես տանից դուրս գալու։ Չգիտեմ, դեռ շատ ժամանակ կա, մի բան կմտածեմ։ Մաման դուրս է գալու գնումների, պապան գնալու է ոսկու շուկա, հետո էլ նոտար գնան։ Ես քեզ կզանգեմ, կգաս մեր բալկոնի տակ, շորերս կգցեմ ներքև։ Հա, հետո որ հեշտ լինի փախնելը։ Լավ, անպայման կգամ։ Հենքան եմ երազում, երբ ենք նայից մեր տանը լինելու։ Միասին, բոլորից հեռու։ Ես այնքան երջանիկ էի։ Միլ։ Լևոն մի տեսակ ես։ Չէ, Միլ, մի տեսակ չեմ։ Ուղղակի շատ եմ վախենում քեզ կորցնելու մտքից։ Չես կորցնի։ Լսում ես, երբեք չես կորցնի։ Սիրում եմ քեզ։ Ես քեզ ավելի շատ։ Լավ, ուրեմն մի ժամից կսպասես զանգիս։ Հենց բերոն գնան կզանգեմ կասեմ։ Լավ։ Ես խաշուդելու վադը գիտես որն է։ Որն է։ Որ կուդես վրացքումդ կտանի։ Ես 2 ժամը չեմ կրա ուշքի գայ ախպեր։ Անընդհատ ոդիս կզարգեմ հնար չկա։ Ռոպեմ հետո էլի քնած եմ։ Չէ, ես մի քիչ աշկեմ կպսել։ Քոքունը չի տանում, որ լուրջ չեմ։ Չէ։ Ադե ուզիուր չեմ էլի ասում, դու պինդ աղջիկ ես։ Այ ախպերս լավ է քսիր դու թուլ աղջիկ ես։ Պես բաներ չսես։ Միամիտ չերնիս։ Հով ինչ ա եղել։ Հետ Լուսյան, ասեմ որ գիշերը քնեիք մի քունը հաստատ չէր տանի։ Դու նոր ուրիշ բան էիր ասում։ Ինչ։ Դե ասում էիր, որ խաշ ես ուտում, քունը տանում ա։ Ահա, ուզեմ ասեմ լավ կերա էլի։ Բայց մեզ չի որ մերներ քրաժարվեի։ Կարող է դասից հետո էլի գնանք խաշուտենք։ Նայ, լուս նայ։ Համը բերանն է մնացել։ Ալյուս, քո հետ խոսելու բան ունեմ։ Ինչ ա եղել։
Գիտես չէ Լույս ջան, մեր օպեմոր կողքերս չսեղնի քեզ եղավոր կարողնանք կը։ Էն էլ շատ։ Ինչ ա եղել Լիլիթ։ Լույս ունենց բան եմ իմացել, չես պատկերացնի։ Քեզ ինչ եղավ։ Առավոտյան չերը խոսում հետս մանենց ուրախ ես։ Լույս չես պատկերացնի, թե ինչ լավ բան է եղել։ Ինչ ա եղել։ Անգույնը գնում է, գնում։ Ինչ։ Հա լույս, անգույնը գնում է Ամերիկա, Պետրոսյանը նոր ինձ ասաց։ Բայց այդտեղ ինչ լավ բան կա։ Լույս հասկանում ես, լյովը կմնա մենակ, արդեն ում կնկատի ինձ։ Լույս նենց եմ ուրախացել, չես պատկերացնի։ Իսկ ես ընդհանրապես չեմ ուրախացել։ Ինչի գերադասում եմ, որ լյովի կողքը մնար անգույնը։ Չէ, գերադասում եմ, որ սիրող մարդիկ իրար հետ լինեն։ Իսկ Միլենան շատ լավ աղջիկ է։ Հա, Արենը էլ վերջն է։ Արեն։ Դու ես լիից զգուշ մնա։ Խիվուր։ Չես գա քեզի տանել չի կրնա այդ տղա։ Կարող ես ման։ Ավելի բադ։ Սիրահարվի։ Ալո, Վարդուս։ Ես ում հետ եմ խոսում։ իսկ դուք ում եք ուզում։ Ես Մարիամի անհետացման գործով եմ զբաղվում։ Կուզենայի երեխայի մոր հետ խոսել։ Այ, կներեք, բայց մայրը հիմա ի վիճակի չի։ Լիդան շատ ծանր ապրումների մեջ է ու հազիվ են քնեցրել։ Եթե ինչ-որ բան կա, ինձ ասեք։ Ես պետք է երեխայի մոր հետ խոսեմ։ Ձեզ ինչպես է հարմար։ Դուք կգաք բաժին, թե ես կամ։ Ձեզ ինչպես է հարմար։ Ինձ թվում է ճիշտ կլինի, որ ես կամ։ Շատ լավ, դե մենք կսպասենք։ Լավ։ Արամ, հավաքի քեզ։ Եթե Լիդան արթնանա ու քեզ ես վիճակում տեսնի, ավելի դժվար կլինի։ Ախր, Հանգստացի։ ախր գործիցա, ինչքան ժամանակ անցնում է, այնքան հասկանում եմ, որ Մարիամիկը վտանգի մեջ է, ու ես տանը նստած ոչ մի բան չեմ կարողանում անել։ Հալես ինչ պետք է արվի, արվում է։ Ոստիկանությունը արդեն փնտրում է երեխուն։ Իսկ եթե չկարողանան գտնել, Կգտնեն, անպայման կգտնեն։ Սա քնիչներ զանգեց, սա գալու է։ Տնակալ, հանգստացի բլես։ Սոֆա, արեք ինձ մոտ արի։ Հիմա ինձ մոտ ես կանչում է տամբան Զավեն Գրիգորիչին։ Եվ ուշադիր ինձ լսիր։ Միշտ ապիր, ես դեռ խոսում եմ։ Դասերից հետո ուսուցիչներին կասես, որ մնան դպրոցում, ես ժողով եմ անելու։ Դե արագացրու, հիմա կարող ես գնալ։ Անբաններ, վերջ այնպես են անելու, որ ես ազատվեմ ես աշխատանքից։ Կամ ես դիմում կգրեմ, կամ ինձ կհանեն աշխատանքից։ Հիմարներ։ Բարի օր։ Այսօր առավոտվանից չեմ կարողանում քեզ տեսնել, ոնց ես։ Չգիտեմ։
Էլի աշակերտների խնդիրներով է տարված։ Դրանք ինքան շատ են ու մեկը մյուսից բարդ։ Աշ, քո դասարանում 19 երեխա կա։ Ու նրանցից յուրաքանչյուրը ունի խնդրեմ, մեկը անձնական, մյուսը ֆինանսական, մյուսը գործնական։ Դու պատրաստվում ես նրանց բոլորի խնդիրներով զբաղվել։ Չեն էլ։ Ուղղակի չեմ կարողան տարբեր կողքից նայել, թե ինչպես են երեխաներս տառապում։ Էլի Սեդայի խնդիրն է։ Չէ, այս անգամ էլ Լևոնի։ Լևոնի։ Միլենայի ծնողները որոշել են հանրապետությունից մեկնել։ Երբ։ Այսօր մայրը եկել էր, որ Միլենայի գործերը վերցներ։ Շեկոյանը նախարարությունում էր։ Ես էլ ասացի, որ վաղը գա։ Ու նրանք տանում են Միլենային։ Հա, ու պատկերացնում ես Լևոնը որոշել է Միլենայի հետ միասին փախնել։ Չէ, ավելի ճիշտ նրանք միասին են որոշել։ Շատ ռոմանտիկ է։ Ապրեն։ Դու հասկանում ես ինչ ես խոսում, հա։ Նրանք դեռ անչափահաս են, Նելի, ու դեռ պիտի սովորեն, հետագայում աշխատեն։ Անշ, նրանք կարող են նույն բանը իրար սիրելով անել։ Եվ հետո Լևոնը արդեն ձևավորված տղա է, նա ոչ արտակն է, ոչ էլ գևորգն է։ Նա իր տարիքի համար շատ լուրջ ու մարդ է։